Շնորհակալ եմ, հարգելի փոխխոսնակ, հարգելի գործընկերներ, ընդհանրապես ես կուզենայի փաստել նախ, որ ժողովրդավարության հիմնական հակագործիքը, որով պայքարում են ժողովրդավարության դեմ, պոպուլիզմն է։ Ու այսօր առավոտյան մեր ուժին փորձեցին մեղադրել պոպուլիզմի մեջ, դրա մեջ մի փոքր կուզենամ անդրադառնամ առավոտ տեղի ունեցածին ու հետո դա պրոյեկտել Գյումրու դեպքերի հետ կապված։ Ուրեմն ինչ էին ասում այս մարդիկ, ասում էին, որ կառավարության ծրագիր եւ օրենսդրական կարգավորումը բերել էին դրել էին նույն հարթության վրա։ Մենք իրանց ասում ենք, որ ծրագիրը օրինակ մի բան է, որը կարա 90%-ով օրինակ կատարվի եւ դրա գնահատականը տա ժողովուրդը, իսկ օրենքը դա բացառապես գործող, անբեկանելի գործող բան է։ Այս մարդկանց համար դրանք նույն հարթության մեջ են, որտեղ տենց էր իրանց ժամանակ, որտեղ իրանց ժամանակ էլ էր տենց, օրինակ օրենքը 90%-ը հավասար էին օրենքի առաջ, 10%-ը օբյեկտիվ պատճառներով կամ սուբյեկտիվ պատճառներով ավելի հավասար էին օրենքի առաջ ըստ Օրվելի։ Հիմա մյուս բանը, ինչ էին արել այս մարդիկ։ Այս մարդկանց խոսելու ժամանակ պնդեցին, հաստատեցին, որ իրանք հատուկ բերել են, նստել են, մտածել են, բերել են մի օրենսդրական նախագիծ, որը մենք չենք կարողանալու կատարենք ըստ իրանց հաշվարկների եւ հետեւաբար դեմ ենք քվեարկելու։ Փաստորեն այս մարդիկ նստած մտածում են ոչ թե ինչ որ օրենսդրական նախագիծ բերելու, որը կարա օրինակ Հայաստանի Հանրապետությանը որևիցե օգուտ բերի ընդունվելու դեպքում, այս մարդիկ ռեսուրսը եւ ժամանակը ծախսում են մտածելու համար, թե ինչ կարելի է գրել, որը անհնար է իրականացնել, բայց կհնչի սիրուն, ու բերենք դա ազգային ժողովի դահլիճում մատուցենք ու դեմ քվեարկեն, մենք էլ ասենք դեմ քվեարկեցինք։ Սրանից այն կողմ պոպուլիզմ ենք ուզում ու մյուսներին մեղադրում ենք պոպուլիզմի մեջ։ Ուրեմն մյուս բանը, տեղից ասում են, սենց օրենքին դեմ եք քվեարկել, չեք ամաչել, գոնե ձեռնպահ քվեարկեք կամ մի մասնակցեք։ Ու մեզ մեղադրում են պոպուլիզմի մեջ։ Դե իրանց գործելավոճն է, այն բաներին ինչին չեն կարա կանգնեն ու իրանց ընտրողի աչքի առաջ ասեն մենք դեմ ենք սրան, ասում են մենք ձեռնպահ ենք, մենք գործ չունենք, մենք չգիտենք, մենք հələ չենք կողմնորոշվել եւ այլն եւ այլն։ Հիմա պոպուլիզմի մեջ մեղադրում են մարդիկ մեզ, ովքեր կրոնը եւ հավատքը եւ եկեղեցին օգտագործում են քաղաքական օրակարգ սպասարկելու համար։ Ու չգիտեմ, հիմա էլ այդ ռեպետիցիան ասել իրենց տեխնացուի Վարդան Ղուկասյանը Գյումրիում ասում է, այս գլավնի ռեպետիցիան է Բերլինը գրավելու, չգիտեմ, Ղարսը հետ բերելու։ Ես ուզում եմ ասեմ Վարդան Ղուկասյանին, որ ինչքան էլ չի ուզենա, ինքը սխալվում է, գլավնի ռեպետիցիան մի քանի անգամ իրենց սատարող ուժերը Երևանում փորձել են ու չի իրականացել։ Նենց որ կարծում եմ, որ Գյումրիում տեղի ունենալու այդ գլավնի ռեպետիցիայի փոքր փորձը, որը էլի չի իրականանալու, այսքանը եւ հուսով եմ, որ գյումրեցիք հաստատ ունեն այնքան գիտակցություն, որ կարողանում են տեսնել որտեղ է պոպուլիզմը, որտեղ է էժան PR-ը, որտեղ է Ղարս ու Բերլին բերողը եւ որտեղ է իրականում ռեալ հողի վրա խաղաղություն առաջարկողը։ Շնորհակալ եմ։ Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն Սարիկ Մինասյան Սարի պես Գյումրու թիկունքին Քաղաքացիական պայմանագիր Քվեաթերթիկ համար 1